հանուն պետության, հանուն եկեղեցի։ Երբ որ մենք չունեինք պետականություն, եկեղեցին էր կանգնած պետության գլխին։ Լավ բաներ մեզ չէ սպասում իշկաները, որ ես լավատես լինեմ։ Լրիվ կողմ եմ եկեղեցին, համարում եմ, որ Փաշինյանը սխալ բաներ անում։ Չի կարող երկիշխանությունը։ Ցանկացած կոմունիկացիա, ինձ թվում է մենակ կարող է օգուտ բերել։ Անարդար ձևով ասում։ Բարև ձեզ արևելքի հետևորդներ, ինչպես գիտեք, այսօր հայության հիմնական օրագարկը Փաշինյան Կարեկին երկրորդ պայքարն է եւ ամբողջ աշխարհը կհետեւի այս գործընթացներուն։ Մեր փափակները ավելի քան մեր խոսքը ասնելը, նաեւ հասարակության խոսքը լսելի դարձնելը, նաեւ հայկական սպիրկին թե Երևանի մեջ ապրող մեր հայրենագիցները, մեր ծանոթները եւ անծանոթները ինչ կմտածեն, արդյոք ինչպես պիտի հանգուցալուծվի այս խնդիրը, ինչպես գիրքերը պիտի պարադին եւ մենք վերադառնանք նախկին հունին, խաղաղության, որովհետեւ մեզ յուրաքանչյուրին համար շատ կարեւոր է ոչ միայն եկեղեցին, այլ եկեղեցի անթորը, խաղաղությունը ու նաեւ համերաշխությունը մեր երկրի մեջ հատկապես այս դժվարին եւ մեծ հարցումներով լեցուն ժամանակներում։ Մի գնացեք։ Ձեր գարձիկը գուզեմ։ Հեսա մի րոպե։ Հիմա բարձրանանք դեպի այդ ուղղությունը, տեսնենք թե մեր հայրենագիցները ինչ գարձիկ ունին այս թեմային վերաբերյալ։ Ну, տվյալ դեպքում երևի կասեի մուզիկանտ պոլիտիկա չզբաղվել, բայց այդքան արդեն վիճակը վատա, որ չգիտեմ, խառը բաներ է կատարում, մենք երկու քարի արանքն ենք եւ ոչ մեկն էլ մեզ ոչ ուղեկից ոչ գործընկեր չի կարող լինել, ոնց որ երկու գազանի միջև ընտրես ամենափոքր չարը, ասենց ասած։ Դե ավելի արժեքային համակարգերի հարց է այս ամեն ինչը, անձնավորված չեմ դիտում ավելի շատ։ Կարծում եմ, որ գնալով արժեքների դեգրադացիա է կատարվում մեր երկրում, որը որ այդքան էլ չեմ ողջունում ես։ Ավելի շատ պետք է նայել առաջ, ոչ թե հետ, որովհետև հետ նայելով հետ ենք գնում։ Եվ ցանկացած մարդ ունի իր թերությունները, եթե փորձես թերություն ման գալ, բոլորի մեջ էլ թերություն կգտնես։ Ես լրիվ կողմ եմ եկեղեցին, համարում եմ, որ Փաշինյանը սխալ բաներ անում։ Ինքը ընդհանրապես դաժե ոչ պաշտոնապես, ոչ օրենքից ելնելով ինքը ընդհանրապես իրավունք չունի այդ հարցերում բան անի, իր քիթը խոթի այդ եկեղեցական գործերի մեջ։ Ինքը շատ բան խոստացավ, շատ ինչ որ բաներ արել է, ես չեմ կարող ասեմ բան չի արել Փաշինյանը։ Ինչ որ ճանապարհներ է ստեղծել բան, բայց այս մնացած այս մթնոլորտը, այս օդը, որը շնչել անհնարին է, խեղդվում են, սա երկիրը բանա, խեղդվում է, այդ շինարարական այդ փոշից, այս մեքենաների, այս ծխերից, սա խեղդվում է այս երկիրը։ Դեմ հոգևոր մարդիկ, որ զբաղվում են քաղաքականությամբ, ես դրա մասին ընդհանրապես խոսք չեմ կարող ասել, որ դա no comment է, այդ են Խրիմյան հայրիկը չի, որ ժամանակին ազգի հարց է լուծում, ստեղ ես հայրիկը ուզում է չգիտեմ չի ուրիշի հաշվին իր հարց է լուծի։ Չգիտեմ, չեմ հետաքրքրվում այս բանը։ Ձեզ համար հետաքրքիր չէ։ Չէ, հետաքրքիր է, ուղղակի այդքան հետաքրքիր չէ, որ դրա վերաբերյալ կարծիք հայտնի։ Կարծիք չեք ուզում։ Ինստիտուտների հանդեպ հարգանքը գնալով ոտնահարվում է եւ մեր ազգի մեջ այդ ամեն ինչը հեղինակությունը կորցնում են ինստիտուտները, հեղինակազրկվում են։ Պետությունը տարիներ շարունակ հետ է գնացել, հիմա էլ փորձում են ավելի շատ արժեքային համակարգերի, հոգևոր արժեքների վրա այդ ամեն ինչը ուղղորդեն։ Կարծում եմ, որ լավ բանի չենք հասնելու։ Լավ բաներ մեզ չէ սպասում իշկաները, որ ես լավատես լինեմ։ Իմ հասկանալով պետքա բոլոր եկեղեցական ղեկավարությունը, սփյուռքի ներքին մարդկանց համախմբի եւ մի ձև
կամ եթե որին ես չեմ հավատում, Փաշինյանն է ինչ որ հանգարցակի որոշի, որ ինքը սխալ է գործել ու հետ կանգնի այդ հարցից։ Ներկան չգիտեմ, սովետական միության ժամանակ եկեղեցին պետությունից դուրս էր ու պետությունը եկեղեցու գործերին չէր խառնում ու ինձ թվում է դա ճիշտ է։ Եկեղեցին առանձին հանգույց է, որը պետք է ինքը իրան կառավարի եւ պետական մարմինները իրավունք ունեն, ինձ թվում է խառնեն այդ process-ը։ Բայց երբ եկեղեցին խառնվում է պետության գործերին, Այդ է պետք է չարվի։ Այդ է պետք է չարվի։ Եկեղեցին իր համար առանձին կառույց է, որը հոգեկան առաջնորդ պետք է լինի, ոչ թե ղեկավար։ Ամենը Աստծո ձեռքերում է։ Ես մենակ այդ կասեմ, իմ պատասխանից ոչ մի բան չի կախված։ Я верю в Бога։ հայերենով գասեք, Ես Աստծուն հավատում եմ ու վստահում եմ։ Ամենը Աստծո ձեռքերում։ բայց ծեր գարձիկը մեզ կարևոր է։ Իմ կարծիքը ես Աստծո կողմից եմ։ Ընդհանրապես եկեղեցականների ցած գլուխ կանգնած մի անձնավորություն Արարատյան թեմի ղեկավարներ, որ իբր թե երկար տարիներ եւ այս անձնավորությունը հանդիճանը հայտնի Bentley ավտոմեքենայի, այսպես ասած, նրա տարատեսակ կապերով մերժելի եւ կանոնական բնույթից մերժելի եւ հանրության կողմից մերժելի այս ամեն ինչով եւ կարծում եմ գոնե նման մարդու թաթախվելը այս թեմային լավ ծառայություն չէ իշխանություններին։ Ելքերը ես մեկ անգամ ասել եմ, նորից եմ ասում, պետք է առաջնորդվենք հանուն պետության, հանուն եկեղեցու, մի կողմ դնելով անձնական նեղ թիմային շահերը։ Հենց այդ արեցինք, լուծումները մենք կգտնենք շատ արագ։ Դրույթներով առաջնորդվել եւ միանշանակ լինել փոխադարձաբար ավելի հանդուրժող եւ փորձել ընդհանրեք այդ որդեական եւ ծնողական պարտականությունների մեջտեղում այդ ոսկի հատման մեջ գտնել համաձայնություն իշա մեր երկրի, իշա մեր քրիստոնեական հավատքի եւ իշա ընդհանրեք մեր կանոնական գրքերում համբարված այդ հավերժական արժեքները։ Նախ վարչապետը իրավունք չունի խառնվելու եկեղեցական աշխատանքներին, քահանայի ընտրություններին, քահանա հանել, քահանա դնել։ Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, թե այս պայքարը ինչի համար է։ Բոլորս էլ լավ գիտենք, թե սրանով վարչապետ կոչվածը ինչ է ուզում ապացուցի կամ ասի մեր հայ ժողովրդին։ Ուղղակի կոչ կանեմ մեր հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդը ոտքի կանգնեք, որովհետև մենք ամեն օր գնում ենք դեպի անկում։ Եթե առաջնորդվենք հանուն պետության, հանուն եկեղեցու, մենք բոլոր հարցերի պատասխանները արագ կգտնենք, լուծումներն եք իրականացնենք։ Հիմա հույս մը գա, ցեզ ներշնչող։ Ես ոչ թե հույս ունեմ, ես մտածում եմ, որ մենք պարտավոր ենք գտնել այդ լուծումը ու շատ արագ գտնենք եւ ես այստեղ ուղղակի կոչ եմ անում նրանց, ովքեր մինչև հիմա հավատից, եկեղեցուց, կրոնից հեռու են եղել, ովքեր իրանց դրել են կաթողիկոսի պաշտպան, ովքեր իրենց դրել են Նիկոլ Փաշինյանի պաշտպան, վարչապետի պաշտպան, մի կողմ քաշվեն, թող որ եկեղեցուն մոտ կանգնած եւ եկեղեցուն գտնվող մարդիկ, այսինքն եւ հասարակ սովորական հավատացյալները եւ եպիսկոպոսած ժողովը հանգիստ լուծում տա այս հարցը։ Այն խոսույթը, որին հետևել եմ տանը, վերաբերվել է այն խոսույթը, որը վերաբերվել է եկեղեցուն ու կաթողիկոսներին, ոչ թե այն եկեղեցուն, որը որ մենք հաճախում ենք որպես ընտանիք կամ այնտեղ որտեղ գնկվում ենք ու մեր սակադրությունն ենք անում, այլ այն եկեղեցուն, որը որ կաթողիկոսն է կազմում ու ավելի բարձր դիրքերում հոգևորականները, նրանց մասին խոսույթը դրական չի եղել։ Հենց այդ կաթողիկոսի Bentley բառերը, բանալի բառերը միշտ հնչել են։ Իմ մոտ որպես երեխա, ում ծնողները ակտիվ քաղաքացիներ են ու դրա մասին խոսում։ Այսինքն այդ նարատիվը միշտ էլ եղել է։ Երբ որ մենք չունեինք պետականություն, եկեղեցին էր կանգնած պետության գլխին, եկեղեցին էր պետությունը
ապահովում։ Իսկ լուծման հույսը ինչպես եք դիտարկում։ Ժողովուրդը պետքա ոտքի կանգնի։ Եթե ժողովուրդը բարձրացավ, եթե ժողովուրդը ոտքի կանգնեց, վարչապետ չէ, ուզում է, չգիտեմ, ով է լինի, չի կարող։ Միակ հարցի լուծումը ժողովուրդն է տալիս։ Ժողովուրդը թող ոտքի կանգնեն։ Այս ասֆալտներով եւ չգիտեմ, ստից մի հատիկ ծաղիկ տնկելով ժողովրդին չպետք է խաբեն։ Ժողովուրդ, այս մեր ազգին հարիր չի։ Ոտքի կանգնեք ժողովուրդ, մենք այս ազգը չենք եղել։ Ես կարծում եմ, որ անարդար ձևով է արվում։ Եթե նպատակը դա է, նպատակը լավն է, շատ լավ, այդ նպատակով շարժվեք, բայց այն միջոցները, որոնք որ օգտագործվում են, շատ տգեղ են, շատ անարդար են, ու անհնար է ամեն ինչ չկապել գալիք ընտրությունների հետ։ Ես փորձում եմ ինչքան կարող եմ վստահել պետությանը, որովհետև իրանք մեծ ուժ ունեն երկրում, բայց երբ որ տեսնում ես, որ շատ բաներ, շատ իրավունքներ, շատ կանոններ ոտնահարվում են ու արհամարվում են, վստահությունը ինչ-որ չափով կորում է։ Ախր խնդիրը եկեղեցին չի, խնդիրը անհատներն են, խնդիրը մարդիկ են, որոնք պաշտպանվում են նաև եկեղեցու, որովհետև անհատը ինքը եթե ներկայանում որպես մի ամբողջական եկեղեցի ինքը ինքան մաքուր ու սուրբ ու իրական պետք է լինի, որոնք առաջնորդվում, բայց հարցեր կան էլ եմ ասում, որ պատասխան են պահանջի։ Սա մեծ ցավ է, սա ազգային ցավ է, ու սա նաև իշխանությունների կողմից սահմանադրության օրենքների քրեականացքի խախտում է, իրանք բացարձակ իրավունք չունեն խառնվել եկեղեցու ներքին գործեր։ Դե եկեղեցուն ինչ խնդիր է, եկեղեցին ինքը ներսում պետք է որոշի։ Հավատացյալ ինքը պետք է որոշի, բայց իշխանությունները որևիցե իրավունք չունեն միջավայրելու եկեղեցի ներքին գործերին, դա դատապարտելի է, ու ես համոզված եմ, որ բոլոր այս մարդիկ վաղտեղուշ իրենց պատժը կրելու են։ Կաթողիկոսը չի վերջնական չի ասում, թե հարցեր կան, որոնց պատասխանը պետք է իմանա ժողովուրդը, բայց ինքը չի պատասխանում։ Որ պատասխանը ամեն ինչ ավելի լավ է։ Իրականում երկուսն էլ դիտարկում են քաղաքական ուժ։ Իսկ քաղաքական ուժը անկախ նրանից անը եկեղեցի է, թե ինչ-որ ուրիշ բան մաքուր չի։ Այդ իսկ պատճառով շատ չեմ հետաքրքրվում որպես ինչ-որ տարբեր բաների պահում, դիտարկում են որպես ընդամենը երկու քաղաքական ուժի, ոչ մաքուր ուժի փաստ։ Ոչ մի կարծիք չունեմ դրա հետ կապված։ Չեք մտածել։ Չէ, вообще։ Ընդհանրապես չի ուզում։ Չեմ խառնում նման թեմաներին։ Իհարկե բանակցություններով, իհարկե թարմություններով, այսօր նույն Նիկոլ Փաշինյանն էլի թարմուժ է։ Էլի կարող լինել նույն եկեղեցին է թարմություն ուներ։ Անկամ լավ կլիներ, որ Պապայի հետ, Իտալիայի Պապա Ռիմսկիի հետ ավելի սերտանար մեր եկեղեցին, որտեղ իր ուժը ու իր ձեռքը մեր վրա ավելի ապահովություն մեր ազգը կզա։ Այդ իմ անձնական կարծիքն է։ Չի կարող երկրում երկու իշխանություն ունենալ։ Պետք է մի իշխանություն լինի։ Մեկը պետք է ղեկավարի։ Թե ով ղեկավարի պետք է ժողովուրդը որոշի։ Կարծիքս այդպես է։ Ցանկացած սուրբ բախում, քաղաքական ժողովրդի մենտալ առողջության վրա էլ ազդում, որովհետև ինչ-որ բաժանումներ են սկսում եւ այլն։ Շատ ցանկալի է, որ ինչ-որ շատ արագ լուծում sense ասած տեսնենք, բայց ցավոք սրտի քաղաքականության մեջ ինչպես մեզ հայտնի է, դա այդպես չի։ Շատ հաճախ նման պայքարները շարունակվում են անկախ դաշտեմքերի փոփոխությունից, իրանք կրում են արդեն գաղափարական բնույթ։ Այդ իսկ պատճառով շատ հույսեր չեմ տածում, որ դա ինչ-որ շուտ հանգուցալուծում է լինելու, էլի։ Ես կառավարությունը նոր այդ ճանապարհին է բուժման։ Դուք հեչ նկատեցիք, որ ինքը գնդակը գցում է, ասում է դե տղերք լավ, ես չխոս դուք նայեք, էլի ինչ վիճակ է։ Այս պահին ես դա դիտարկում եմ որպես ընդհանրապես քաղաքական բախում, որի մեջ շատ հնարավոր է, շատ հավանական է, որ ազդեցություն կա դրսի ուժերի, հա, նամանավանդ մեր հարգարժան կաթողիկոսի կողմից։ Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ ընդհանրապես քաղաքական բախումը ինքը շարունակվել է մինչև ինչ-որ բնական հանգուցալուծում։ Ցանկացած կոմունիկացիա, ինձ թվում է մենակ կարող է օգուտ բերել։ Լույսը վերջում ամներն ինչպես ասում են, դե կարծում եմ, որ բայց շատ է երկարում ձգձգվում ու մենակ վնաս է տալիս այդ երկարը, որովհետև վերջին հաշվով ցանկացած պարագայում ժողովուրդը մարդիկ են դժվար հավատացյալ լինեն, թե աթեիստ լինեն, թե ինչ կրոնի ուզում լինեն կամ ընդհանրապես հավատ չունենան
կրոնային իմաստի համար հավատում ունենալու ավելի մասին։ Միևնույն է, ժողովուրդն է դժվար։ Դրա համար ինչքան արագ վերջանա սա, այնքան ավելի ճիշտ կլինի ու հեշտ կլինի։ Ինչպես ամեն ինչն է բարենորոգվում կամ ընթացքի մեջ է կամ փորձում են, եկեղեցին էլ մեր կյանքի մի մասն է, ինքն էլ պետք է բարենորոգվի։ Մեր հայազգին մի օր լավ լույս լինի։ Ճիշտ է 3000 տարի է բարդ ենք ապրել, բայց մի օր կլինի, կգա։